Արարական խոհանոց, լավ տրամադրություն, հետաքրքիր նորություններ եւ ջերմ մթնոլորտ, այս բոլոր երևույթները մենք աշխատում ենք այսօր ձեզ նվիրել։ Եվ այդ գործին այսօր ինձ օգնելու է իմ հյուրը, իսկ իմ հյուրն է Արտուր Ղուկասյանը, Երևան Պլազա բիզնես կենտրոնի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ։ Ողջույն Արտուր։ Ողջույն պարոն։ Ինչպես ես եղբայր։ Շատ լավ, երազանք։ Տրամադրությունը ինչպիսին է։ Միապաղ։ Միապաղ։ Շատ լավ է, ես տեսնում եմ, որ այն ինչ որ պիտի պատրաստենք, նաև մեր տրամադրությունը կբարձրացնի։ Այո, անպայման։ Ինչու՞ նաև մեր հերոստատիտողների։ Իսկ ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք ավի կրծքամիսը սալորաչերով եւ սոխի ջեմով։ Եվ սոխի ջեմով։ Լավ, պատրաստենք, ինչ է հարկավոր դրա համար եւ ես կարող եմ ներգրավվել այդ գործին։ Այո, իհարկե։ Մեզ անհրաժեշտ է հավի կրծքամիս, սև սալորաչիր, սպիտակ եւ կարմիր դառը գինիներ, բալզամիկ քացախ եւ համեմունքներ։ Սև պղպեղ, աղ, այդքանը։ Իսկ սոխի ջեմը ինչից ենք պատրաստելու, նանայից։ Ոչ, նանան որպես դեկորացիայի մի մաս։ Այսինքն սոխ հարկավոր է։ Այո։ Գնացինք։ Ինչից սկսենք, Արտուր ջան։ Ուրեմն ես ձեզ կխնդրեմ մանր խորանարդներով կտրատեք սոխը։ Ես այդ ընթացքում կմշակեմ հավի կրծքամիսը։ Նորարարություն, հնի նոր մատուցում, չմոռանանք, որ դեռ մենք այդ միամսյակի մեջ ենք ամսվա։ Եվ սա պիտի համարենք նորարարություն։ Այո։ Եվ մատուցելու եղանակով եւ նաեւ ինքը որպես այդպես ուտեստ նոր երևույթ է։ Որքան մանր այնքան լավ։ Այո, մենք ավելացնենք հավի կրծքամիսին աղ։ Սև պղպեղ։ Այո։ Ես տեսնում եմ, որ դժվարանում ես սաղ ձեռնոցների։ Դու սովոր ես ձեռնոցներով աշխատել։ Այո։ Ինչու՞։ Ավելի հիգիենիկ որ լինի մեր կերակուրը։ Այսինքն մենք կարող ենք ձեռքերի մասին չմտածել։ Ամեն ինչի մասին պետք է մտածել։ Եվ կարող ենք հագնել։ Դու չես պատրաստում ոչ միայն քեզ համար, նաև հյուրերի հանդիսատեսի մի խոսքով շատ մարդկանց։ Եվ որպեսզի ավելի շատ լավ։ Այս սոխը բավական է այսքան։ Ես ձեզ կխնդրեմ, որպեսզի բերեք կարագը։ Խնդրեմ կարագ, իսկ մենք մեր զգայարանների մասին մոռացել ենք արդյոք, չէ՞ որ աշխատելու ժամանակ բոլոր 5 զգայարանները պիտի աշխատեն, նույնիկ լսողությունը։ Այո, Թե չեմ ասում շոշափելիքը։ Այո։ Ավելացնենք մի փոքր կարագ։ Ուզում եմ նախքան սկսելը մի քիչ խոսենք այդ նոր ինձ համար գոնե նոր երևույթի մասին, սոխից պատրաստվող ջեմը, ինչ պիտի անենք սոխին, որ ջեմ դառնա։ Սոխին, ինչ որ անում ենք մնացած այլ մթերքներից ջեմ ստանալու համար, նույն ջերմամշակումն էլ պետք է անենք սոխի հետ։ ձեռքի աշխատանքով սոխի հետ։ Շատ լավ։ Արտուր ջան, ես գիտեմ, որ խոհարարությամբ զբաղվելուց որոշ ժամանակ զբաղվելուց հետո արդեն խոհարարը սկսում է մտածել նաև ինքնուրույն, այսինքն նոր ուտեստներ, նոր կերակրատեսակներ հորինելու, այսպես ասենք, ստեղծելու։ Այո։ Այդ երբ եկավ այդ պահը քեզ մոտ։ Ճիշտն ասած կոնկրետ չեմ կարող ասել երբ եկավ, բայց մտահղացումը եղավ մի 4 տարի, 5 տարի առաջ։ Ու արդեն սկսեցի մտածել նաև նոր ուժերի վրա, սկսեցի աշխատացնել ոչ միայն իմ ուղեղը որպեսի կարդամ, այլ իմ ուղեղը աշխատացնել, որ ես ինքս փորձեմ նույնը կատարել։ Այսինքն սկսեցին վերլուծել, թե որ կարդացած այդ բաղադրատոմսերը ինչն է պատճառով թե օգնեց փորձի պրակտիկան ժամանակը, ինչու՞ չի կարելի համատեղել, ասենք, այս մթերքը է, եւ այդպես միտքը առաջացավ։ Շատ։ Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, ավելացնենք սոխը։ Իսկ նոր մշակումները, որ սկսեցիր դրանցով զբաղվել, դու հենց սկզբից պատրաստածը տվեցիր, ասենք,
հանդիսատեսի չասեմ, բայց ճաշակողի դատին, թե դու ինքդ փորձեցի։ Ոչ մեկին չեմ տվել, ես անձամբ ինքս եմ փորձել։ Սկզբից դու ես Առաջնահերթ վստահ լինելու, արդյոք դյուրին կլինի մատուցել Յուրի համար։ Այո։ Շատ լավ։ Շատ լավ։ Մանր խորանարդերով կտրտում ենք սալորաչիրը։ Սոխը տապակվում է։ Մի տապակվի սև սալորաչրի հետ։ Այստեղ մենք մի քիչ բազմակայլ կոմբինացիա պիտի ունենանք։ Առանձին սոուսը, Այո։ առանձին միսը։ Այո։ Այնուհետև ինչ պիտի անենք։ Այնուհետև ավելացնում ենք մի փոքր գինի, սպիտակ։ Կարմիր գինի եւ բալզամիկ քացախ։ Եվ բալզամիկ քացախ։ Եվ շաքարավազ։ Սրա այս process-ի կամ այս ընթացքի նախատիպը կա, թե ամբողջը քո մտահղացման արդյունք է։ Կան այս տիպի սոուսներ, պարզապես այս տեսակը, որը հիմա ես եմ պատրաստում, իմ մտահղացումն է։ Իսկ միանշանակ նմանական շատ կան։ Այսինքն կարող ենք, չէ, մտածել, կարող ենք, եթե լուրջ մտածենք, կարծում եմ շատ արագ կարող ենք նոր ուտեստների պատրաստման վկան լինել։ Անպայման։ Մի փոքր էլ ավելացնենք շաքարավազը։ Գույնը քեզ դուրս եկավ գինին ես ավելացնում։ Ոչ։ Գինին իր համար է անհրաժեշտ այս սոուսի մեջ։ Ինչի համար։ Իր բույրի համար։ Գինին բույրի համար։ Այսինքն դու զգացիր բույրը մի քիչ, ոնց որ թե գինին քիչ ստացվեց։ Պետք է հավի կրծքամիսը տապակենք, երբ որ սոուսը պատրաստ լինի, Շատ գործողությունից անմիջապես։ Հարգելի հեռուստատողներ, իսկ մենք ընդմիջվենք, քանի որ մենք թողնենք կներեք պարոն Մանուլյան, սոուսը կիսապատրաստ վիճակում, որպեսզի կրծքամիսը պատրաստ լինելուց հետո կարողանանք ավելացումներ, այո։ Իսկ մենք հարգելի հեռուստատողներ, մի քանի րոպեով կընդմիջվենք, որպեսզի դուք կարողանաք ծանոթանալ այն մթերքների հետ եւ նրանց օգտակարության մասին հաղորդում լսեք, այն մթերքները, որը որ օգտագործվում է այսօր։ Հավիմիսը պարունակում է զգալի քանակությամբ B6 վիտամին, որը կանխարգելում է սրտացնույն ծանոթի աթերոսկլերոզը։ Սալորաչրի թուրմը օգտագործում են փորկապության ժամանակ։ Չորգինին օգտակար է դիաբետիկներին։ Հում սոխը ատամների համար օգտակար է։ Կարող ենք արդեն կրծքամիսը Կրծքամիսը սկսենք տապակել։ Այո։ Իսկ հիմա ինչ ես։ Ինչով ես զբաղված, ինչ ես անում։ Սալորաչիր եմ կրծքամսի վրա դնում, որպեսզի տաքությունից հետո բույրը հաղորդի կրծքամսին։ Կափարիչը։ Բայց սալորաչիրը չես օգտագործելու իր հետ։ Այսինքն բույրն ես ուզում ստանաս։ Այո։ Օգտագործել ենք սոուսը պատրաստելու ժամանակ։ Դե պատրաստեցիք սոուսը արդեն։ Իսկ սրա մեջ չի օգտագործել։ Պարզապես մատուցելուց պետքա իր վրա լինի սալորաչիրը։ Սալորաչիրը։ Այո։ Իսկ որքան պիտի սպասենք։ 10-ից 12 րոպե։ 10-ից 12 րոպե նոր արդեն հավը պատրաստ կլինի։ Շատ լավ, մենք սպասենք այդ 10-ից 12 րոպեն, կմիանանք 10-10 րոպե հետո եւ կունենանք արդեն պատրաստի տապակված հավի կրծքամիս։ Պատրաստեց արդեն հավի կրծքամիսը։ Այո, եւ մենք արդեն կարող ենք անել այն չրերն էին, որոնք որ պիտի նպաստեին բույրը հաղորդելու համար։ Այո։
վերցնենք մեր մատուցման ափսեն, Այո, դնենք այստեղ։ այստեղ, այո։ Եվ կսկսենք ավարտին հասցրել մեր պատրաստած սոխի ջեմը։ Պիտի միացնենք։ Այո։ Միացավ։ Այո։ Մինչև կստացվի մեր ջեմը կտականա, մենք պատրաստենք մեր ափսեն։ Եվ միջամտենք սոուսի ընթացքին։ Ես կխնդրեմ ձեզ, պարոն Մամուլյան, մաղադանոսից, համեմից Այո։ տաք փունջ հավաքենք, որպեսզի մեր ափսեն գեղեցիկ ստացվի ավելի։ Մաղադանոսից եւ համքերից։ Այո։ Խնդրեմ։ Շամ, Ոչերի կտրենք։ չէ, այսպես եւ նանա։ Մեր սոուսը գրեթե պատրաստ է։ Մենք էլ ենք պատրաստ արդեն։ Եվ այսպես կարող ենք մատուցել։ Եվ հենց այսպես էլ կարող ենք մատուցել։ Ահա, բարեկամներ, հավի կրծքամիսը սոխի ջեմով։ Արտուր Ղուկասյանի կողմից։ Արտուր ջան, ինչ ցանկություն ունես, ինչ կարող ես, ինչ ես ուզում մեր հերձողներին հաղորդել։ Կցանկանամ, որպեսզի չզրանան եւ պատրաստեն տանը իրենց ընտանիքի համար եւ Եվ ամենից գեղեցիկ եւ համեղ եւ նորություն։ Շատ շնորհակալ եմ, բարեկամներ, մի զվացեք եւ պատրաստեք ձեր տներում նույնպես։ Բայց ուզում եմ նաեւ ձեր անունից եւս բեկական շնորհակալություն հայտնել Արտուրին։ Արտուր ջան, շնորհակալություն ապրես դու, թող որ քո ստեղծագործ միտքը միշտ զարգանա եւ երբեք չբավարարվի։ Հարգելի հեռուստադիտողներ, ցավոք սրտի մոտեցավ մեր ժամը ավարտի եւ ուզում եմ ուղակի մաղթել, որ լինենք առողջ եւ ողջամիտ, հպարտանանք հայ լինելու համար։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Տապակա սոխի ջեմով, հավի կրծքամիս 1 հատ, սև սալորաչիր 3 հատ, սպիտակ եւ կարմիր դառը գինիներ 150 մգ, բալզամիկ քացախ 20 գրամ, սոխ 80 գրամ, ձեթ 20 գրամ, շաքարավազ 3 ճաշի գդալ, աղ, պղպեղ, բարեխորշակ